ճիշտ ասած բացարձակ ատեղյակ եմ։ Քանի որ հեռուստատեսություն ես չեմ նայում, շատ քիչ նորությունների վերաբերյալ։ Երևի թե մենակ այդ ինագուրացիայի հաստատը նախագահի ուսի։ Մնացած ինչ կա չեմ կարող ասեմ։ Գիտեմ որ տես բան կա, բայց երբա էլի չգիտեմ կոնկրետ որն է։ Համապետական, չէ, դերակ չեմ։ Ավականու ընտրությունների։ Ավականու ընտրություններին դե մասնակցել եմ անգամ։ Քաղաքապետ որպես Տարոն Մարգարյան։ Չգիտեմ հələ որ սա երևում է արդեն էլի քաղաքի համար։ Ամեն ինչ բարեկարգվել է երևում։ Չէ, կներեք։ Չէ, ճիշտ ասած ես չեմ ուզում պատասխանեմ, ընտրություններն է դեպուտատական։ Նախագահի ինագուրացիա, հա? Դրանից հետո Ռաֆի Հովհաննիսյանն է հավաքում առավոտը, ինչ կլինի, ինչ լինի, չեմ։ Հա, բաբոց արդեն սկսել է, ինչ են ասում։ Նախընտրական պայքարը սկսել է, պլակատներ են կպցրել, բան տեսել է։ Երևանը այն քաղաքն է, որ պետք է փոխեն անպայման, որովհետև հայերի մայրաքաղաքն է։ Կուզեի երիտասարդներ նոր մտածելակերպ ունենալ։ Չէ, չգիտեմ աշին։ Ավականու ընտրությունների մասին է խոսքը։ Հա, կմասնակցեմ իհարկե։ Ունեք ֆավորիտ։ Այո, Տարոն Մարգարյան։ Ինձ թվում է ինքն այս քաղաքը կարգի բերում։ Կանաչապատում։ Մեր փողոցում ասֆալտապատեցին։ Ուշադրություն դարձնում է։ Հույս ունեմ, որ լավ կլինի։ Պետք է հավատքով լսենք։ Ոչ մի բանի տեղյակ չեմ, տենց բաներից տեղյակ չեմ, ես չէ։ Այդ ձևի բաներ ինձ մի հարցրեք, որտեղ ես ոչ հեռուստացույց եմ նայում, ոչ մի բան եմ նայում։ Կներեք, չեմ կարող պատասխանել դες ոչ մի բանով։ Ես հին իմ բաներով եմ զբաղվում, ինչով վաղուց զբաղվում էի, այդպես եմ զբաղվում։ Հիմա ոչ մի բանը չգիտեմ ինչ է կատարվում աշխարհում, չգիտեմ ու չեմ ուզում իմանալ, որովհետև ինձնից ոչ մի բան կախված չի։ Ես չգիտեմ ոչ մի ավականի, ոչ ոքի չգիտեմ ես։ Ոչ ոքի, ոչ գիտեմ, ոչ իրան ծրագրերը գիտեմ, ոչ մի բան։ Գիտեմ, որ մարդուց անձից ոչ մի բան կախված չի։ Կախված է գլոբալ բաներից, գլոբալ ինչ որ աշխարհում կատարվում է, այդ սա դրանից կախված է։ Ես չեմ կարող ոչ մի բան ասեմ։ Չէ, չեմ ուզում այդ հարցերով կներեք։ Քաղաքապետին մայիսի 5-ին, հա։ Ինչ բան պետք է եւ Ռաֆի Հովհաննիսյանը պետք է փոխի, նա ինչ կարան փոխեն ինչ։ Նա ոչ մի բան չեմ փոխում։ Նա իրաց փողը դեբերն է լսնում։ Ոնց որ Տարոն Մարգարյանն էր ինչ էր։ Դեռ այդ ժառանգությունն են ընտրել, այո։ Մայիսին ընտրությունները կատարվել են քաղաքապետարանի կազմի համար։ Բայց մինչև մայիս մենք ավելի կարևոր հարց ունենք լուծելու, որը որ Ռաֆի Հովհաննիսյանի նոր հայրենիք, նոր Հայաստան կոչելու, կազմակերպելու հարցն է, որը որ մեզ մոտ հիմիկվատրությամբ անտերություն է։ Ինչ են անտերություն։ Օրենքը չի գործում, օրենքը գործում է գողերի ավազակների համար, որոնք որ օրենսդրորեն գրված չեն, բայց պաշտպանում են իրենց։ Քաղաքացուն ոչ մի օրենք չի պաշտպանում։ Քաղաքացին անտեր է մնացել։ Դրա համար էլ այդ երկրորդ համարժեք կառավարությունը, որը որ պետք է ստեղծի Ռաֆի Հովհաննիսյանը, ժողովուրդը բոլորը համաձայն են։ Իսկ ինչ վերաբերում է մայիսի 5-ի ընտրություններին, ժողովուրդը այնքան անտարբեր է այդ ընտրություններից, որ կոպիտ ասած առհամարում այդ ընտրությունները, որովհետև ում էլ որ նշանակեն ՀՀԿ-ի կողմից քաղաքի քաղաքապետ, միևնույնն է քաղաքը կեղտերի մեջ չմնալու, քաղաքը չի բարգավաճելու, քաղաքի վտարային շենքերը էլ են ընդրության մնալու են, ժողովուրդը ոչ մի բանով չի օգտվելու։ Դուք մասնակցել եք ընտրություններին։ Այո, իհարկե։ Ընտրել եմ Բարև Դաշինքին միանգամայն։ Արմեն Մարտիրոսյանին միանգամայն։ ՀՀԿ-ն դարձել է միապետական կուսակցություն, ընդդիմությունը մեր երկրում անպայման հարկավոր է, որպեսզի կարողանանք բարգավաճման ճանապարհը բռնել։ Համոզված եմ, որ Արմեն Մարտիրոսյանը անպայման բարի գործ կկատարի մեր ժողովրդի համար։ Այսինքն քաղաքապետի ընտրություն։ Ինչի չունենք, ես ընտրած ունեմ, ինչի պիտի ասեմ։ Ոչ, չենք բարձրաձայնի։ Շատ լավ սպասելիքներ ունեմ։
Երևանում եմ բնակվում եւ լավ կարծիքներ ունեմ։ Ես վատ կարծիք չունեմ իմ ընտրած տեխնացուի համար։ Տեսնում եմ ինչ է արվում։